Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Աննա Անտոնյանին։ Նրա հետ զրուցելու ենք հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի մասին։ Բարև Աննա։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Երբ Հայաստանի Հանրապետությունում ներկայիս իշխանությունները խոսում են ազատ խոսքի եւ ժողովրդավարության մասին, պետք է ընդհանրապես մի պահ հիշել, թե ամիսներ շարունակ ինչպիսի արշավ են հենց իրենք սկսում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Երբ Հայաստանի Հանրապետությունում ներկայիս իշխանությունները խոսում են ազատ խոսքի եւ ժողովրդավարության մասին, ընդհանրապես եւս մեկ պահ պետք է հիշենք, թե նրանք ինչպիսի ռեպրեսիաներ են օգտագործում այն մարդկանց դեմ, ովքեր իրենց ազատ կարծիքն են արտահայտում եւ սատարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այս ամբողջ արշավը սկսեց սրբազանների եւ քահանաների բանտարկությամբ եւ հայ առաքելական եկեղեցում սկսվեց շատ բարդ փուլ։ Բարդ փուլերից մեկն էր նաև Տեր Արամի կարգալույծ լինելը եւ սա շատ բովանդակալից հարց է եւ այս հարցում շատ քննարկումներ են տեղի ունենում, սակայն ես համոզված եմ եւ ասում եմ, որ Տեր Արամին պետք էր կարգալույծ անել, որովհետեւ այն հոգեվորականը, ով եկեղեցուն դեմ է եւ խոսում է եկեղեցու դեմ, նա պետք է կարգալույծ արվի։ Սակայն այս ամենի զուգահեռ շատ անդրամաբանական է, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այս կիրակի այն պատարագին, որը արդեն իսկ կարգալույծ եղած Տեր Արամն է մատուցելու։ Եվ այս ամենը ոչ թե խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ եկեղեցու կողքին է, սատարում է եկեղեցուն կամ հավատք ունի եկեղեցու հանդեպ, այլ խոսում է, որ քաղաքականությունը մտել է եկեղեցի հենց իր իսկ Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Այս ամենին զուգահեռ Վարդան Ղուկասյանին օրեր առաջ Գյումրիում իր ազատ խոսքի պատճառով ձերբակալեցին։ Վարդան Ղուկասյանի հետ զուգահեռ ձերբակալեցին նաև այն աջակիցներին, ովքեր եկել էին աջակցելու Վարդան Ղուկասյանին, քանի որ ամբողջ հրապարակը Գյումրիի եւ քաղաքապետարանը լցված էր ԱԱԾ աշխատակիցներով եւ ոստիկաններով։ Այն մարդիկ, ովքեր եկել էին աջակցելու Վարդան Ղուկասյանին, նրանք եւս ձերբակալվեցին եւ հիմա նրանց հանդեպ քրեական գործեր են հարուցվում։ Ես որպես երիտասարդ ցանկանում եմ ասել, որ այն բոլոր գործողությունները, այն բոլոր արշավները, որոնք իրականացում են թե եկեղեցու դեմ, թե անհատների դեմ, թե այն մարդկանց դեմ, ովքեր պարզապես իրենց կարծիքն են ցանկանում արտահայտել, այդ արշավները այսպես թե այնպես չեն լինելու, որովհետև մենք երիտասարդներս միշտ կանգնած ենք եկեղեցու կողքին, այն եկեղեցու կողքին, որը միշտ կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին իր ամենավատ եւ բարդ փուլերում։ Մենք կանգնած ենք այն եկեղեցու կողքին, որտեղ սարկավակները, քահանաները միշտ կանգնած են եղել մարդկանց կողքին, այսինքն մեզ համար եկեղեցին պարզապես այդ քարերը չեն, մեզ համար եկեղեցին մեր հույսն է, մեր հավատն է եւ քահանաները եւ սրբազանները մեզ համար արժեք են։ Եվ առնվազն տրամաբանական չէ, երբ քրիստոնյան կարող է արթնանալ, գնալ եկեղեցի եւ տեսնել եկեղեցու դուռը փակ։ Եվ տեսնել, որ այդ եկեղեցու բակում ոստիկանները շրջափակել են ամբողջ եկեղեցու բակը եւ թույլ չեն տալիս քրիստոնյաներին, որպեսզի նրանք մտնեն եկեղեցի։ Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունները վախենում են այն մարդկանցից, ովքեր կարողանում են իրենց ազատ խոսքը եւ ճշմարիտ խոսքը առաջ տանել։ Սակայն լռությունը հարցի լուծում չէ։ Եթե մենք լռում ենք, ապա պարզ է, որ մենք համաձայնվում ենք նրանց հետ։ Լռությունը համաձայնության նշան է։ Մենք պետք է պայքարենք եւ պետք է պայքարենք այն իշխանությունների դեմ, ովքեր դեմ են մեր եկեղեցուն եւ մեր արժեքներին։ Շնորհակալություն։